Անդրադարձ կատարեմ եւ մեկնաբանեմ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում հնչեցված հայտարարությունների տողատակերին եւ բացատրեմ, թե իրականում ինչ էին հաղորդում միմյանց ասելով ժողովուրդներին, քանի որ այդ հայտարարությունները դիվանագիտական տարբեր խողովակներով եւ փակ հանդիպումների ընթացքում շարունակ իրենք ստանում են եւ լավ տեղյակ են եւ այդ հայտարարությունները ուղղված են հիմնականում ժողովուրդներին, այսինքն հանրությանը, որպեսզի կարողանան process-ները գնահատել եւ հասկանալ ինչ է տեղի ունենում։ Եվ այսպես, Պուտինը հաղորդում է, որ մենք հասկանում ենք, որ ձեր մոտ ընտրություններ են, քարոզչական խոսույթները սրվել են, բայց հուսով ենք, որ մեր հարաբերությունների վրա դա վատ չի անդրադառնա։ Ասում է նաև, որ ՕԴԿԲ-ին եւ շարունակ ուղղված պրետենզիաներ կան, ապա պետք է փաստել, որ երբ դու գնացիք 2022 թվականին, Փաշինյանն է ասում, այս մասը ուղիղ մեջբերում եմ ամ խոսքից, 22 թվականին գնացիք Պրագայում, Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը իհարկե ասում, ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, դա դարձավ Ադրբեջանի ներքին խնդիրը եւ մենք այդտեղ առլևս անելիք չունեինք։ Սա ուղիղ մեջբերում էր։ Սրանով ուզում է ասել, որ մենք տեսնում ենք, որ հատկապես նախընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական դաշտում հայ ժողովրդին շարունակ դու եւ քո քաղաքական թիմի անդամները ասում եք, որ ռուսներն են Արցախը տվել Ադրբեջանին։ Այնինչ դու ես ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում եւ հայ ժողովրդին հիշեցնում է, որ աշխարհը իրավունքի վրա է հիմնվում, այսինքն պետությունների շուրջ հարաբերությունները կառուցված են բացառապես իրավունքի վրա, ժողովուրդների միջև հարաբերությունները։ Երբ դու քո իրավունքից հրաժարվում ես հանրային աշխարհով մեկ, այն պետությունը, որ եկել էր քեզ օգնելու քո իրավունքը, դժվարին իրավունքի իրագործման օգնելու, նա այլևս այդտեղ անելիք չունի։ Սա է մեզ հաղորդում հայ ժողովրդին, որ մի տրվեք այդ ստերին, քարոզչության այդ կեղծ։ Հաջորդ հաղորդումը ո՞րն է նրա, ասում է, որ Եվրոպայի հետ երբ մերձեցում եք խաղում, այդ կեղծ օրակարգը, սա իմ մեկնաբանություններն են, որտեղ իդեպ կցիտեմ խոսքը, ես կշեշտեմ, որ հանկարծ սխալ պատկերացում չլինի։ Հիմա ցիտում եմ, ասում է Եվրոպայի համար գազը $600 է, իսկ Հայաստանի համար 100 քանից շուրջ 4 անգամ քիչ։ Մեկնաբանում եմ, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Պուտինը ասում է, դուք տեսել եք Եվրոպայի վիճակը, տնտեսությունը ոնց է քանդվում։ Տեսել եք, որ Գերմանիան, որը Եվրոպայի շարժիչ ուժն է, տնտեսությունը, արդյունաբերությունը, ամբողջ տնտեսությունը արդեն 3-4 տարի է, ինչ պատերազմը սկսվել է ռուս-ուկրաինական, անկում է ապրում։ Ամեն տարի է տնտեսությունը կրճատվում է։ Սա իհարկե շատ վատ է, որտեղ Գերմանիան ունի հզոր եւ օգտակար աշխարհի համար տնտեսություն եւ մրցակցությանն չի դիմանում հիմա զուտ այն պատճառով, որ ռուսներից դադարել են գազ առնել, վառելիք առնել ռուսներից եւ առնում են ԱՄՆ-ից ու Կատարից եւ նավերով երբ գալիս այդ գազը 3 անգամ թանկ է նստում շուրջ։ Այսինքն հիմա Գերմանիայում 2-3 անգամ վառելիքը թանկացել է։ Եվ նա այդ է հիշեցնում, ինչու է դա հիշեցնում։ Ես հիմա հայ ժողովրդին հիշեցնեմ, որ Հայաստանում ներկրվող վառելիքի 55%-ը շուրջ գազ է, որը մենք ներկրում ենք կամ Ռուսաստանից կամ Պարսկաստանից, բայց Պարսկաստանից եկող գազն էլ է ռուսներին այդ խողովակաշարը։ Եվ այդ 55% գազի շուրջ 40%-ը օգտագործվում է ջերմակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու։ Այսինքն մեր էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը ռուսական գազով է արտադրվում։ Մնացյալ 30%-ը էլեկտրաէներգիա արտադրվում է ռուսական ուրանով, ընդեղից բերած ատոմականով, որը իրենք են, ռուսներն են կառավարում։ Այսինքն մեր երկրի տնտեսության շարժիչ ուժ, էլեկտրաէներգիայի, էներգետիկայի շուրջ 70 ավել տոկոսը ռուսական աղբյուրներից է սնվում։ Նա դա է հիշեցնում, հետո զուգահեռ ասում է, որ մեր տնտեսությունները աճել են շուրջ 10 անգամ առևտրաշրջանառությունը միմյանց միջև, այնինչ Ադրբեջանի հետ կեսն է։ Այդտեղ էլ հաղորդում է, որ ամեն դեպքում մեր հարաբերությունները ձեր հետ շատ ավելի լավ են, քան Ադրբեջանի։ Եվ ուզում է ասել, այդ զուգահեռները իրար հետ, այդ էներգետիկա մյուսը մեջ բերո, դուք հասկանում եք, որ մենք թանկացնենք, հայրին է ասում, ձեր գազը եւ դարձնենք միջազգային գին $600, ինչ կլինի ձեր տնտեսությանը։ Կվերանա տնտեսությունը ուղղակի, կքանդվի։ Աղքատությունը եթե հիմա 40%, 50% է, ապա կդառնա եսիմ ինչ այդ թվերը։ Բոլորը, նույնիսկ միջին խավը մենք բոլորս կհայտնենք աղքատության եզրին, որովհետեւ գները կրկնակ երակի կաճ են ամեն ինչի։
Ինչ վերաբերվում է Եվրոպայի հետ մերձեցմանը արդեն կոնկրետ տնտեսական կարգերի մասով, ասում է, որ համադրելի չէ, այս մասը էլի ցիտում եմ, համադրելի չէ Եվրոմիության անդամակցությունը եւ Եվրազիասի անդամակցությունը։ Ես իդեպ սրա մասին ասել եմ, էլի ասեմ մեկ անգամ եւս այս առիթով, որ Եվրոպային Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը բացարձակ հետաքրքիր չէ, Եվրոմիությունը Հայաստանին ուզում է կառավարելի դարձնել, ձեռքի տակ իր խամաճիկ իշխանություն ունենալ զուտ մի բանի համար, որ Ադրբեջանի դեմ մեր իրավունքը չբանացնենք, հա, որտեվ երբ որ մենք մեր իրավունքներին տեր ենք լինում, ուզենք չուզենք Ադրբեջանին դա հակադրվում է, որպեսզի նրանց հետ հանգարց կոնֆլիկտ չլինի, որպեսզի մենք հայերս չվնասենք իրենց այն ենթակառուցվածքների Եվրոպայի ադրբեջանական, որով Եվրոպային գազ ու նավթ են մատակարարում։ Եվրոպայի շահը այստեղ բացարձակապես սա է, հայր, սա հիշեք, սա բանաձև է, սա հիշեք, սա ճշմարտության, այսինքն աքսիոմա է, որտեղ ապահովության կարիք չկա սրան։ Հաջորդ մասերով ես տենց առանձնապես անդրադարձ չեմ կատարի այն մասով, որ օրինակ ասում է Հայաստան ռուսամետ ուժեր կան, որ մենք կուզենանք, որ իրենք ազատ մասնակցեն ընտրությանը, գիտենք կան ձերբակալված մարդիկ, յանը սա ամել Կարապետյանի նկատի ունի։ Եվ այստեղից սկսած նաև հիմա ասեմ, թե Փաշինյանը ինչպես է պատասխանում Պուտինին, ի սկզբանե պատասխանները տրիվիալ ինչ-որ պատասխաններ, կոնկրետ այս մասով ասում է, որ դե երկքաղաքացիները տրամադրության չէ կարող մասնակցել, այլապես ժողովրդավարություն եւ այլն, դե պարզ բան, այդպես է, այո։ Մյուս մասով, ODKB-ի մասով ասում է, ես գնացի, ասում է այդ քայլին, որովհետեւ մինչև իմ Պրագայում այդ բանն էլ ODKB-ն չէր միջամտել այդ պատերազմին։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ ասում։ Լավ, դիցուք ռուսները ընդհանրապես չկան, ընդհանրապես չեն մասնակցել, չեն օգնել, այսինքն ինչ, պետք է դա ճանաչեիր Արցախը Ադրբեջանի կազմում, մեր այս 30 տարվա մակարոնների, դրանից առաջ էլ տասնյակ տարիներ, մակարոնների, ազգային ինքնորոշման, այդ տարածքում մեր հազարավոր տարիների ներկայության ապահովման իրավունքների պայքարը պետք է զիջեիր, ասեիր քոնն է Ադրբեջան, ինչա ռուսները չեն գալիս օգնության, հա, այդպես է աշխարհը աշխատում, չէ։ Այդպես չի աշխատում, դա խոսում է դավաճանության մասին, հայր։ Դա խոսում է, որ նա կամ թուրքերի սպասարկումն է, թուրքական ծառայություններ այստեղ մատուցում, թուրքական քաղաքական շահերը սպասարկում, կամ դավաճան է, դա դրա մասին է խոսում։ Այդ նույն տրամաբանությամբ հիմա ռուսները այստեղից զորքը հանեն սահմանից, ինչ որ պայ Թուրքիան որոշի Հայաստանը գրավել, Ռուսաստանը չգա օգնության, ոչ մեկ չգա մեզ օգնության, ինչ Փաշինյանը պետք է հայտարարի Հայաստանը ճանաչվում Թուրքիայի կազմում, հա, այդպես է աշխատում այդ ամեն ինչը։ Կամ Ադրբեջանի կազմում, չէ, այդպես չի աշխատում։ Այդ ամեն ինչը կրկնում եմ, դավաճանության մասին է խոսում եւ նա իր խոսքով եւ հակադարձում է այդպես, ընդհանրապես հաստատում է դա։ Այս է տողատակը, որը ես տեսնում եմ։ Մեկ էլ խոսքի մեջ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց սահմանները սովետի ժամանակ եղած քարտեզի համաձայն, քարտեզների։ Այնինչ Ադրբեջանը չի ճանաչել, բայց այդտեղ ամենակարևորը նա է, որ սրանք այս իշխանությունը, որ իբր թե ձևանում են ինքնիշխանության համար պայքարող ռուսներին դեմ եւ այլն, օկուպացիայի դեմ, գաղութարարության դեմ, հիշում են, որ առաջին հանրապետությունը դադարել է, որտեղ սովետներն են եկել գրավել ու այդ քարտեզները իրենք են որոշել, ոչ թե հայ ժողովուրդը իր պայքարի ընթացքում ձեռարվել է այդ սահմանները։ Այս է հաջորդ կեղծիքը, որ իբր թե իրենք ինքնիշխանության կողմնակից են, բայց ընդունում են սովետի պարտադրած քարտեզը, սահմանները։ Այն մյուս մասը Եվրոպայի հետ մերձեցում ասում է դե մենք քանի դեռ հակադրություն չկա հնարավոր է համադրել կհամադրենք մեր ու Եվրազիասի հետ այդ հարաբերությունները, ինչ հետո երբ որ պահը գա մենք կորոշենք, այդ ասում է ժողովուրդը կորոշի։ Բայց ժողովուրդը ո՞նց է որոշում։ Ժողովուրդը շարունակաբար տասնյակ մեդիաներով եւ կեղծ քարոզիչներով ու կեղծ մեկնաբաններով ու սուտ վերլուծաբաններով որ ստեղ IQ-ն 100-ից ցածր է, բայց որոշել է վերլուծաբան լինի, իրականում փողով, ասենք քարոզիչը, հաջորդին շարունակ խափում են, կեղծ ինֆորմացիա են տալի։ Մարդուն որ կեղծ ինֆորմացիա տաս խափես, ի վնաս իրեն որոշում կկայացնի։ Այդ մարդու մնաք չի լինի ճիշտ որոշում կայացնելու։ Հիմնական այս թեզերը սա է, որ ես կարևորել եմ եւ ուզեցի մեկնաբանել ձեզ համար, հայր ջան, լավ եղեք, լավ օր բոլորիդ։